որը այս ուղղակի տխմարությունը։ Հրեշների գայլը։ Ֆիլմի իրական անտագոնիստին մենք այդպես էլ չտեսանք, սակայն տեսանք իր երկու օգնականներին, ում մասին էլ կխոսենք։ Առաջինը Գող Լավրենտը, խելացի, հանգիստ ու ինքնավստահ, ունի իր պրինցիպները, արդար է ու նաև մարդկային։ Կյանքի մեծ փորձի շնորհիվ գիտի, որ ուժը միշտ չի, որ հարց է լուծում, պետք է մեկ-մեկ բանակցել, գտնել հակառակորդի թույլ կողմերը ու հենց դրանք օգտագործել։ Իսկ երկրորդը Ժորա Պիձերսկին, ինչ-որ տեղ ինքը նման է Լավրենտին, սակայն մի քանի տարբերությամբ։ Ինքը ուժային կառույցի աշխատող է, որոնք նախկին չեն լինում, շարունակում է շարժվել այդ մտածելակերպով, զրկված է որևէ մարդկային հատկություններից։ Կյանքը իր համար ռեսուրս է, որը կարելի է խլել նպատակին հասնելու համար։ Լավրենտին գնահատում ենք 10-ից 8, քանի որ ինքը չէր նկատում իր քթի տակ գտնվող դավաճանին, իսկ վերջում, ինչպես միշտ, օձը տաքացնողին գծեց։ Իսկ այ Ժորային գնահատում ենք 10-ից 6 բալ, քանի որ իրականում կերպարը այդքան էլ լավ բացված չէր։ Եթե իրան ավելի շատ ժամանակ տրամադրեին, միգուցե ինչ-որ բան դառնար։ Չմոռանաս գրել քո կարծիքը կոմենտներում։